Ասում են, որ մենք քանդում ենք բանակը, որ մենք Հայաստանը թողում ենք անպաշտպան, որ ես Ալիևի եւ Էրդողանի առաջ պարտավորվել եմ, որ Հայաստանը բանակ պետքա չունենա, որ զենքեր պետք է չունենա, եւ այլն եւ այդպես շարունակ։ Բայց դուք 2026 թվականի մայիսի 28-ին տեսակ բոլորովին նոր եւ որակապես նոր մակարդակի գտնվող բանակ, սկսած հագուստից, սկսած սպառազինությունից եւ տեխնիկայից։ Մեզ ասում էին կրկնապատկել եք պարտքը։ Դուք տեսակ Հանրապետության հրապարակով անցնող մի քանի միլիարդ դոլարի սպառազինություն, զենք եւ ռազմական տեխնիկա։ Դուք տեսակ մեր բանակի նոր հագուստը, բայց ամենակարևորներից մեկը այն էր, որ մայիսի 28-ին մենք ցույց դրեցինք մի շարք զինատեսակներ, որոնք արտադրված են Հայաստանի Հանրապետությունում։ Եվ իմիջայլոց այսօր մարզահամերգային համալիրում բացվում է Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրի ցուցահանդեսը եւ քաղաքացիները կարող են գնալ եւ տեսնել, որովհետեւ մենք զորահանդեսին ամեն ինչ չէ որ ներկայացրել ենք, բայց որտեղից ստեղծվեց Ժողովուրդ ջան, այդ ռազմաարդյունաբերական համալիրը ստեղծվեց նախ նրանով, որ մենք գիտության ֆինանսավորումը 2.8 անգամ ավելացրեցինք, գիտության ոլորտում 100-ից 300%-ով աշխատավարձերը բարձրացրեցինք եւ 170 միլիարդ դրամ ներդրեցինք ռազմաարդյունաբերական համալիրի մեջ։ Այսօր մեր ռազմաարդյունաբերական համալիրի ընկերությունները սպառազինություն են արտահանում, արտադրանք են արտահանում զարգացած երկրներ, ոչ թե զարգացող, այլ զարգացած երկրներ։ Եվ սա առանցքային հաջողություն է։ Եվ ելի եմ ասում, հիմա գնացեք այդ պատկերի ֆոնին նայեք ընդդիմության վերջին տարիների ասացները եւ մեղադրանքները։ Հաջորդը ինչ են մեզ ասում։ Ասում են միջանցք են խոստացել, միջանցք են տալիս։ Մեղրին տալու են, մեղրիով միջանցք են տալու։ Հիմա հրապարակային ստորագրված, հրապարակված է, նախաստորագրված եւ առաջիկայում նաեւ կստորագրվի եւ կվավերացվի։ Թրիպ նախագծի իրագործման Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև կնքված հուշագիրը, որտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ Հայաստանի Հանրապետությունը պահպանում է իր լիարժեք ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, իրավազորությունը թրիպ նախագծի իրագործման բոլոր գոտիների նկատմամբ, որ Հայաստանը պահպանում է բացառիկ իր ինքնիշխանությունը մաքսային եւ սահմանային անցման ընթացակարգերի նկատմամբ, որ թրիպ նախագիծը իրագործվելու է Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության շրջանակներում։ Սա հրապարակված թուղթ է եւ ձեզնից յուրաքանչյուրը կարող է հենց հիմա մտնել եւ ինտերնետում ստուգել դա։ Բայց այստեղ ինչ եւ եկեք հիմա սա համատենք ընդդիմության մեղադրանքների եւ խոսույթների հետ, որոնցով նրանք հոգիներս էին ուտում, միջանցքի թեմա չի եղել, գնացեք բացեք 2000, գնացեք նայեք ժողովուրդ։ Այս շատ կարևոր է, ոչ թե եղել է մենք բան ենք արել, մենք հաղթարել ենք, չի եղել այդպիսի թեմա։ 2020 թվի նոյեմբերի, դեկտեմբերի նիմուղերձները գնացեք ժողովուրդ ջան նայեք, ամենադժվար շրջանում, ես հստակ ասել եմ չկա տենց բան, չի կարող լինել տենց բան, բայց լրտեսական եռագլուխ կուսակցության ուժերը լրտեսական նպատակներով անընդհատ այդ նարատիվները մտցրել են Հայաստանի Հանրապետություն։ Եվ այսօր մենք ոչ միայն միջանց չենք տալիս բնականաբար, այլև Հայաստանի շրջափակումը հաղթահարված է, Հայաստանը էլ հակամարտության փակուղի չի, Հայաստանը խաղաղության խաչմերուկ է, Հայաստանը ծայրագավառից վերեացվել կենտրոնի, այսօր Հայաստանը գտնվում է աշխարհի կենտրոնում։